արտադրության բարձրացմանը ու որևէ կերպ դրան ես խոչընդոտի աշկերով որպես ուժեղ Հայաստան ուժի ներկայացուցիչ չեմ համարում։ Ուղղակի այստեղ խնդիրներն է, որ իշխանությունը ամենաթողության իրավական պրակտիկայի վրա թքած ունենալու արվեստը միշտ բանացնելով ինչ-որ օրենսդրական կամ այլ փոփոխություններ է կատարում, ին վրայով է անցել այդ փոփոխությունները 21 թվականին, երբ որ հապշտապ կարգով մի քանի օրենքներ փոխեցին, որպեսզի կարողանան փորձեցին Վանաձորում ինչ-որ բան անեն, չստացվեց։ Հիմա էլ չի ստացվելու, այս ալիքը անկասելի է, փոփոխությունները Սամվել Կարապետյանի հետ չունեն այլընտրանք։ Գուցե ուշ միացած չեմ լսել, բայց դուք անդրադարձել եք այդ ամենայնիվ այսօր Նիկոլ Փաշինյանը Վանաձորում էր։ Մենք տեսանք մի քանի դեպք, երբ քաղաքացիները չընդունեցին նրան, ընդհանուր ինչպես է տրամադրվածությունը Վանաձորում։ Նիկոլ Փաշինյանը համընդհանուր հեղինակություն չէ, որ նրան բոլոր տեղերում քաղաքացիները ընդունեն կամ չէ, բնականաբար ընդունողներ կլինեն, չընդունողներ կլինեն։ Հիմա նախընտրական եռուզեռը պրոցեսներ են տեղի ունենում, այս գործողություններին վերաբերվեք նորմալ եւ հունիսի 7-ին Հունիսի 8-ի առավոտյան արդեն բոլորով միասին մենք կարողանանք փոփոխություններով լի Հայաստանում, հույսով ու ապագայով լի Հայաստանում եւ կապ չունի այսօր ում են ընդունում, ում չեն ընդունում։ Ներին կհաջողվի միանալ հաշվի առնելով, որ հայակվեն եւ միասնության թևերը հայտարարեցին, որ բաժանվում են նաեւ ՀԱԿ-ը հայտարարեց, որ բանակցությունները արդյունք չեն տվել ուժեղ Հայաստանի հետ։ Գիտեք, ընդդիմության միանալ ասել շատ հարաբերական հասկացություն է, ես այլ դաշինքների, կուսակցությունների ու թևերի գործողությունները մեկնաբանելու ոչ լիազորություն ունեմ, ոչ էլ նման ինձ իրավունք եմ վերապահում, ամեն ուժ կուսակցություն, կարծում եմ առողջ բանականությամբ օժտված ցանկացած Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող անձ, անհատ եւ կուսակցություն պիտի ճիշտ հաշվարկի իր քայլերը, պիտի հերթական անգամ մենք չգնանք փոշիացման ճանապարհով եւ կարծում եմ մենք հենց այդ ուղու վրա ենք, տարբեր կուսակցություններ հայտնի ու քիչ հայտնի արդեն հայտարարել են նախապատվությունը այլ քաղաքական ուժերի տալու մասին եւ իրենց ընտրությունների չմասնակցության մասին, կարծում եմ դրան կհետևեն, դա էլ է միացում հենց ընդդիմության միացում չի նշանակում միասնական ցուցակ կամ ինչ-որ անհասկանալի միավորումներ, ընդդիմության միացում նշանակում է միացում գաղափարին, միացում մտքին, միացում շարժման, իսկ այդ շարժումը մեզ տանում է դեպի հունիսի 7-ի հաղթական ընտրություն։ Մինչև հունիսի 7-ը նաև մայիսի 3-ին 4-ն է, երբ եվրոպական տարբեր երկրներից ներկայացուցիչներ լինելու այստեղ կակարդակի, սա իր փորձում նաև հաջողություն է Փաշինյանի իշխանությանը, առհասարակ դրսի վերաբերյալ Կներեք, հասկացած ես, կներեք եվրոպական միությունը շատ խայտաբղետ այս պահին միավորում է եւ չեմ կարծում թե իրենց հասարակության վստահությունն ու հեղինակությունը այնքան վայելում են, որ մի հատ էլ այդ ալիքը տարածվի հայ հասարակության վրա, գալիս են թող գան, գնան, ես կարծում եմ որևէ ազդեցություն չի ունենա, որովհետեւ մենք տեսնում ենք եվրոպական տնտեսության փլուզում, եվրոպական արժեհամակարգի, արևմտյան արժեհամակարգի փլուզում հանուն քաղաքական կարճաժամկետ շահերի եւ թքած ունենալով մարդու իրավունքների, դեմոկրատիայի սկզբունքների վրա աշխարհի տարբեր երկրներում տեսել ենք նրանց երկակի ստանդարտների վերաբերմունքը, հայ հասարակության վրա դա մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ նրանք փլուզել են ամբողջ եվրոպական տնտեսությունը հանուն սին գաղափարների, հանուն ընդամենը ռուսատիացության։ Այստեղ ես չեմ կարծում իրենք կարող են որևէ եղանակ փոխել, իսկ մերեն քաղաքացիները, որոնց համար այսպես ասած այդ եվրոպական չգիտեմ, վարդագույն երազանքը ինչ-որ Եվրոպայի վիզա ստանալ գնալու մեջ է կայանում, այսօր էլ ցանկացած մարդ կարող է գնալ Եվրոպա եւ եթե Եվրոպայում դու երկարաժամկետ անելիք չունես, մասնագիտություն չունես, աշխատանք ու ստանդարտիզացված չես եվրոպական տնտեսությանը, դու Եվրոպայում որևէ մեկը չես։ Գոնե Հայաստանի Հանրապետությունում կներեք քո հարևանը, բարեկամը քեզ կօգնի, Եվրոպայում որևէ մեկը որևէ մեկին չի օգնի հենց այդպես։ Այնպես որ ես կարծում եմ դրանք ուղղակի PR ակցիաներ են միջազգային հանրության համար, ավելի շատ տարածաշրջանային, չգիտեմ ինչ շարժեր են, որոնք Հայաստանի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։